Հարգելի հեռուստադիտողներ, 21 TV եթերում մի աշխատանք սկսում է Ձինայդ նախագիծը։ Ակոպովնան ինչպես միշտ ես համար նախապատրաստել է բացառիկ երաժշտական նորություններով լի թողարկում, ունեմ շատ սպասված հյուրեր, բայց նրանց մասին րոպեներ անց, որովհետև այս պայն մեծագույն սիրով պետք է շնորհավորեմ օրվա բոլոր հոբելարներին լավագույն բարեմաղթանքներով, առողջ եք լինում լավ մարդկանց շրջապատում, Աստծո օրհնությամբ եւ բացառապես 21 TV-ի հետ։ Հատուկ ձեզ համար տեսալվակ եւ ասեմ տեսալվակի տաղանդավորը հատուկ անակնկալով ինձ մոտ տաղավարում է։ Ում այստեղ խոսքը կիմանաք հենց հիմա։ Ես վստահ եմ, որ նրա լսարանը ավելի մոտ է նստել, ձայնը բարձրացրել է, բայց ես մեծագույն սիրով ասեմ, որ հյուրընկալում տաղանդավոր ընկերոջը Վարդան Աբրամյանին, իսկ նրան այս անգամ ուղեկցում է երկար պետք է ասեմ, եւ գործիքավորող, եւ հեղինակ կատարող, եւ երգան Գարիկ Շարոյանը։ Բարի օր, բարի գալուստ ընկերներիս։ Ոնց եք։ Լավ, դուք ոնց եք։ Հիանալի, նախ ուրախ եմ, որ այստեղ եք, եւ անկեղծ ասեմ, երբ որ գիտեմ իմ ընկերները տեսահոլովակ ունեն, դիմոտ տենց
ավանդույթ է, էլի։ Ես այդ տեսալվակը չեմ նայում վարդ, անկեղծ ասեմ, որտեվ ես իրեն դա իմ եթերում լինի։ Եվ եթերում ես վայելեմ, այնպես որ դուք հիմա ինչ պատմեք, ինձ համար է լինելու նորություն, անակնկալ հետո արդեն հեռուստադիտողներին։ Դե Վարդան ինձ մոտնավորված արդեն գիտեք ընկերս, բայց Գարիկը առաջին անգամ է, ասեմ, որ իմ տաղանդավոր ընկերոջ նորարիս որդին է, հարգանքներս ընկերոջս, վաղուց չեմ տեսել, հույսով մարդ կլինի, եւ երբ որ իմացա նորար Շարոյանի որդին ինձ մոտ տաղավարում է լինելու, ես անկեղծ զարմացել էի, դե որովհետև որ ասում մեծանում ենք, մի քիչ հեռվանում ենք, գործերը, չգիտես ում որդին, ում աղջիկը ինչ անում ոնց, բայց դա չի կարա պապայից հեռու լինի էլի գենը, բայց ձեր համագործակցությունը, ձեր դուետը, ինչի միասին, որտեղից սկսվեց, այդ ամբողջ ուզում եմ երկուսով պատմեք Վարդան։ Նախ ասեմ, որ մտահղացումը իմն էր, գործիքավորման ես ցանկացա, որ իմ ընկերս լիներ Գարիկը, որովհետև ինքը շատ տարբերվող է եւ իր ճաշակով, եւ իր այդ արանժիրովկայի մեջ, այդ գործիքավորման մեջ իր այդ շարմով ինքը շատ է տարբերվում բոլորից։ Բոլորին շատ եմ սիրում, հարգում եմ, բայց որոշեցի, որ հենց այս անգամ Գարիկս հետ պետք է համագործակցենք։ Լավ։ Ու ես չփոշմանեցի, ես ոնց մտածում եմ, ես ճիշտ էի արել։ Ոնց որոշել էի։ Բայց դուք բավական երկար ժամանակը վստահ աշխատում եք, գործն առաջին եթերային նոր։ Այո, համատեղ աշխատանքը որպես ներկայանալի առաջինն է, բայց իրար հետ աշխատում ենք ու ոնց տենում ենք, ոնց որ լավ է ստացվում։ Ես գիտեմ, որ տղեր կան իրար հետ լավ ընկերություն են անում, բայց իրար հետ լավ չեն աշխատում։ Ասում եմ գործի մեջ մենք չենք կարող իրար հասկանանք։ մեր երկու երնեք մի տեղ է։ եղել է, պաստորեն լինում է։ Լինում է, շատ լավ, բայց ես գիտեմ, որ Գարիկը շատ նաև երգիչների հետ է աշխատում։ Վերջի ժամանակահատվածում։ Վերջի ժամանակահատվածում մեր Արտաշ Զաքյանն կոմոտ է հյուր է եղել։ Ուզում լսեմ էլ այդ անունները հետո։ Թարմություններից է դա եղել, ամ երգների ես գրել, ամ գործիքավորումներ ես արել։ Ասա, որ Արտաշը տեղը տեղին մեր շնորհակալություն մենք հայտնել ենք եթերում։ Այո, այո։ Հա, այդ կա չէ՞ երևույթը։ Տեղը տեղին եղել է։ Շատ լավ, ուզում եմ մի քիչ երգի մասին էլ խոսենք, երաժշտության մասին ու անցնենք տեսահոլովակի նկարման աշխատանքներին անցնու, արդեն պրեմիերան կազմակերպենք։ Ասեմ, որ շատ ինչ որ մտածել ենք, շատ հեշտ իրականացել այդ ամեն ինչը, մեր մտահղացումները, մեր մտքերը, իրար շատ հեշտ ենք աշխատել։ Բավականին հաճելի էր այդ process-ը, էլի, որ երբ որ ինձ երաժիշտի հետ ես աշխատում, ինձ գործիքավորում անողի, որ ինքը այնքան տաղանդավոր է, որ ինքը գիտի քեզ ինչա պետք։ Կարիքը չկա անգամ, որ դու ունեք բացտրս այստեղ սենց անենք, ինքն անես մտքեր է տալի, որ դու ավելի քեզ լավ ես զգում։ Հա, այդ հեշտացնում աշխատանքը։ Այո։ Իսկ տեսահոլովակը նկարվեց ոնց, ասա Գարջան։ Ինքն էլ է, մենակ ընձիչը գով է, էլի Իրան էլ գով է։ Շատ Հա, հեշտությունը կա։ Ընդհանրապես խնդիր չի եղել, ամեն ինչը արագ, սենց մտել ենք ստուդիա ձայնագրությունը արել ենք, արագ ամեն ինչը կազմակերպել ենք, ինչը ինչից հետո ոնց ինչ գործիք պետքա լինի, ոնց պետքա հնչի։ Սենց կարևորը որակով բան ենք ստացել։ Մենք էլ մեր արած աշխատանքից գոհ ենք։ Երևում է, երկուսը թե փայլում եք։ Այդ կա ու կա, բայց մի հարց էլ։ Ուզում հասկանամ, այս երաժշտությունը արդեն հնչում է տարբեր տեղեր վար թե դեռ պահում։ Առաջինը ինձ մոտ տեսահոլովակը։ Այո, տեսահոլովակը ձեզ մոտ է, Զինա ջան։ Մենք տենց որոշեցինք, էլի, որ տենց ավելի ճիշտ է մեզ համար։ Օրենքը, էլի, սահմանադրական օրենքով։ Այո։ YouTube-ում դե կա ինքը, բայց պրեմիերան որոշեցինք որպես հաղորդման ֆորմատի մեջ, որ ձեզ մոտ պետք է լինի առաջինը։ Իսկ առիթներում արդեն փորձել ես։ Այո, եղել էր արդեն փորձել եմ նվագել եմ։ Որտեվ ես գիտեմ մարդիկ լինում են դեմքեր, որ ասում են, այ եթե գնացել, Զինայի մոտ որ գնացել էր այդ երգը, այսինքն շատերը YouTube-ն էլ չեն նայում։ Այդ երգը կամ այդ երաժշտությունը որ կար, մենք այդ դա ենք ուզում։ Ինձ ընկերներից էին ուղարկել վերջերս վիդեոներ, ասում եմ փաստորեն, դեռ փաստորեն չգիտեք, որ այդպես էր լինում։ Ինձ շատ ռեստորանային համալի տնօրեն միշտ ասում են, ինչ նորություն կա։ Թարմ նորությունը բերել ենք ձեր թույլտվությամբ էլ պրեմիերան կազմակերպենք, լավ։ Այնպես որ 21 TV-ի եթերում տաղանդավորները նոր տեսահոլովակ են ներկայացնում, դիտում ենք, վերադառնում ենք տաղավար։
Դե ինչ 21 TV եթերում տեղ ունեցավ տեսահոլովակի պրեմիերա, ես մեծագույն սիրով ընկերների շնորհավորում հերթական լավ գործի համար, քանի որ հիմա այն բանականություն են ասում, ինչ են ասում, թվային վիճակները ներխուժել է նաև երաշտաշխարհ, շատերին խանգարում է։ Շնորհակալ ենք ձեզ, որ կարողանում եք նենց անենք, մեկ-մեկ այդ թեմաները մոռանանք, էլի, որովհետև հասկացողը հասկանում է, չէ, որ դա իրական է։ Գարասա, որ խանգարում է այդ թեման։ Խանգարելը մեղմ ասած խանգարում է, լավ կողմ չի տանում։ Չնայած լավ բաներ ունի մեջը, որ օրինակ դուք օգտվում եք այդ թեմայից։ լավը կտարբերես, այդ է իր միակ լավ կողմը, այսինքն ինչքան վատ բան կա, կամաց կվերանա, արդեն լավը կմնա։ Ես այտենց եմ նայում, դուխաթափ չեմ լինում այդ բանով, էլի, որ արհեստական ինտելեկտը կա, արհեստական ինտելեկտով գործ են անում, մեկը որակով գործանողը հա, տարբերում է, բայց դե ասենք կա հեռուստադիտողների մեջ մարդիկ, որ հաստատ չեն տարբերել, լիքը մարդ կա, չի էլ հասկանա որից հետո ասում, «Էս ինչ ձև է սարքած, չես տարբերում», բայց դե լսելին դառնում է ճիշտ է։ Ինձ մի հարց էլ է հետաքրքրում, ես գիտեմ, բացի այն, որ հիմա ուզում եմ տեսահոլովակից է պատմեք, Վարդ ես գիտեմ նաև ձեր նման երաժիշտները, որ ինչ որ գործ են ստեղծում, ուզում են յուրաքանչյուր գործիքի ձայնը լսվի։ Բացի այն, որ դուք սոլո եք, չէ, ինչ գործ, երգիչներից էլ լսել եմ, ասում, ձին, դհոլը խփեց սա, չգիտեմ, բարաբանը խփեց սա, գիտես տրուբան էս էր նվագում, այսինքն յուրաքանչյուր գործիք ուզում են ոչ թե սարքած լինի, այլ իրական գործիքը լսվի։ Այդ լավ երևույթ է, էլի, ասեք, որ այդ պահեն գոնե մեր են հալալ զուլալն էլ կպահվի։ Կա չէ տենց բան։ Շատ լավ։ Ես խնդրում եմ տեսահոլովակից ինձ մի քիչ պատմեք, ոնց ծնվեց, ոնց արեց, ովքեր են որ ասում լուման ներդնողները, ռեժիսորը։ Ուրեմն տեսահոլովակը մենք որոշեցինք օրը, մի անգամից հենց այդ օրն էլ արել ենք։ Ու այնց շատ լավ ստացվեց, էլի բոլորին հարմար էր լինում, չէ՞ դեպքերը, որ օրինակ ուզում ես նկարես, դու տրամադրվել ես, բայց ինչ որ մեկին հարմար չի, հետո մենք այդ խնդիրը չունեցանք, բացի այն որ չունեցանք, մեր այդ այնց լավ ռեժիսոր, այնց լավ մարդ, այնց տաղանդաշատ մարդ էր աշխատում, որ մենք շատ թեթև ու ասենց արագ նկարեցինք, գնացինք իր ստուդիան, Գարիկի օգնությամբ, հա, գնացել ենք Նարեկ Աբրահամյանի մոտ, Նարեկ Աբրահամյանն այդ ամեն ինչի հեղինակը, շատ ինքը արագ, քանի որ ինքն էլ երաժիշտ է իր հոգով, իր բնավորությամբ, ինքը արագ հասկացավ ինչ պետք է արվի։ Դե հա, այդ արդեն կարող։ Գարիկն էլ մեր շատ իր ներդրումն ունեցավ, օգնեց, այնց էներգիա տվեց։ Նարեկը մի քանի ժամում ավարտեց այդ ամեն ինչը։ Շատ լավ է։ Այսինքն վստահ եմ ասում են, որ մոնտաժային աշխատանքները բավականին արագ կլինի։ Հա, այդ գիշեր արեց, վերջացրեց, մյուս օրը արդեն։ Մի օրում նկարել ենք, մի օրում մոնտաժել ենք, մի օրում կարեկցիա արել ենք, մի օրում գցել ենք արդեն։ Օ, լուրջ։ Այո, հիմա մտ ավելի հետաքրքիր բան ասեմ, նույն մի քիչ տեսահոլովակից դուրս։ Նախ որ գործիքավորումն անում են, ամենակարևոր բանը միքս մաստերն է։ Որ մենք երկար մտածեցինք, էլի ով անի, ով չանի, ու մենք որոշեցինք այնց մարդու դիմենք, ով միանգամայն ինքը ասենց միանգամից կապ ունի այդ գործիքն ու շատ ուժեղ ազգում էլ այդ ամեն ինչը ոնց կարելի է, ու հիմա որ ասեմ ձեր համար էլ անակնկալ կլինի, երևի ճանաչում եք մեր լավ ընկեր, մեր լավ բարեկամ, բոլորիս կողմից սիրված Արսեն Օսմանով, երգիչ եւ գործիքավորող, այո, ուղարկեցինք Արսենին, Արսենը շատ գեղեցիկ ձևի այդ միքս մաստերը արեց, որ մենք որ զարմացել ենք, ինչ կարելի ասեն սիրուն էլի, ինչ որ պատկերացնում ենք դրանից էլ լավ։ Հիանալի է։ Դե համենայն դեպս ընկերները գոհ են իրենց գործից։ Հա, թեթև այդ կներեք այդ ոչ եթերային բառը, նավսած չէր էլի, այն որ բոլորի սրտի աշխատել են, այդ դրանից է։ Ընկերական աշխատանքը լավ բան է։ Բայց այս վստահ եմ, արդեն նոր է, տենց որ խաղում ենք պտուղները, հիմա շատ առիթատերեր արդեն վստահ եմ առաջին այս գործն են ուզելու լսեն։ Ընթացքի մեջ կա կիսատ գործեր, որ նորից միասին եք անում։ Կան։ Հա։ Ընթացքի մեջ կան ու սպասեք լավ նորություններ։ Իսկ ղեկավարությունը մեծ նորարի հետ չեք ուզում աշխատել։ Ես հենց այդ էի ուզում ասեի, ուրեմն Գարիկից թույլտվությամբ ասեմ, մենք նպատակ ունենք, ես ինքս էլ իմ մեջ նպատակ ունեմ վարպետի հետ մի հատ հիանալի ստեղծագործություն կատարեմ։ Իսկ վարպետը գիտի դրա մասին, թե հիմա եթերում եք ասում։ Հիմա եթերում անակնկալ է։ Հետո։ Ո՞նց ասի դու մտունձի հարցը։ Ես գիտեմ ինչ են անում։ Ես վստահ եմ, ես այնքան շատ եմ սիրում մեր վարպետին, որ իմ համար մեծ պատիվ է ու երազանք է իր հետ, թեկուզ մի բեմի, թեկուզ այն որ այդ տեսահոլովակում ես իր հետ ելույթ ունենամ, ինձ բախտ վիճակվի, հուսով եմ։ 10 տարով կյանքդ կերկարի, այո, ու ես հուսով եմ իմ երազանքս, իմ նպատակս իրականանալու է, հավատում եմ։
Ունենք շատ պրոյեկտներ, որ ուզում ենք ես ու Գարիկը միասին անենք, համագործակցենք եւ աշխատանքի հետ կապված, աշխատանքային, եւ տեսահոլովակների եւ այդ ստուդիայի արանժիրովկաների հետ կապված ու հուսով եմ վստահ եմ, որ հիանալի ձև աշխատել ենք իրար հետ։ Ընկերս հասկացար, եթերս օգտագործեցին, քեզ առաջարկ արեցին, դու արդեն մտածի թե ինչ ես սպասում քեզ արժևում, բայց ես հիմա պաշտոնապես իմ ընկերոջը նոր այս հրավիրում ինձ մոտ տաղավար եմ, որ հին ընկերներով մի հատ զրուցենք, հասկանանք, որից հետո ինչ է լինելու։ Իդեպ նոր եթերաշրջանում ինձ մոտ նոր ֆորմատ է նաև սպասվում։ Ես այստեղ բացի այն, որ հիմա այլ հրավիրում եմ բենդերի, բայց ես այլ հետաքրքիր ֆորմատով այստեղ հրավիրելու եմ իմ երաժիշտ ընկերներին եւ այնտեղ հրավիրելու եմ երգիչ, որը երաժիշտներին ուղակի ճանաչում է կամ ինչ-որ առիթի ժամանակ իրար հետ աշխատել են տեղում կատարենք իմպրովիզներ։ Հույսով եմ այդ երաժիշտների շարքում նաեւ դուք կլինեք։ Սիրով, մեծ սիրով։ Դե պատրաստվեք թե ինչ եք ներկայացնելու։ Դա բնականաբար ընդամենը 1-2 ամսից լինելու է եթերում, որովհետև նոր եթերաշրջան ենք պատրաստվում ունենալ եւ վստահ եմ դուք կլինեք իմ առաջի հյուրերից մեկը։ Անպայման։ Եվ այսքանից հետո էլ մի հարցել ու ամփոփում ենք թեման։ Ես գիտեմ նաև բացի այն վարժան, դու այդ մոտ տաղավարում բացահայտում արեցիր, դա ինձ համար լուրջ երևույթ էր, գործիքի հետ կապված թեմաները։ Ես խնդրում եմ ասես այդ թեմաները դեռ շարունակվում են։ Այո, իհարկե, ես շարունակում եմ գործունեությունը ու շարունակելու եմ։ Հա։ Ճիշտ է, դժվարություններ լինում են ճանապարհին, բայց այդ ամեն ինչը հաղթահարելով Իսկ ո՞րն է դժվարությունները օրինակ։ կոնկուրենցիա։ Մեր մոտից թե դրսից։ Չէ, դրսից։ Եթե կան հեռուստադիտողներ ուզում են հասկանան ինչի մասին խոսքը, մի հատ նորից լուսաբանիր։ Ասեմ, սենց ավելի մանրամասն գոյություն ունեն էլի արտիստներ, ովքեր ներկայանում են այդ բրենդի արտիստը, սենց կոպիտ ասած դեսպանը։ Այո։ Ինձ հարկավոր է, ես իմ վրա աշխատում այնքան շատ, որ ես կարողանամ առանձնանամ բոլորի մեջ։ Որպես հայ կլարնետահար, որովհետև տարբեր ազգերից են արտիստները, ու դա արդեն բերում է ինքնին մրցակցության։ Ես չեմ սիրում մրցակցություն, բայց ես կուզեմ Չկա հեղինական իրավունք, մատից բան։ Չէ, հեղինական իրավունք կա, Հա։ բայց ամեն մեկը ունի իրանը։ Ես ուզում եմ, որ մեր ինչը որ մերն է, դա ամբողջ աշխարհում ավելի շատ տարածվի։ Ինձ թվում է մեր ընկերությունը կօգնի քեզ այդ գործում։ Վստահ եմ։ Սանք։ Շատ լավ։ Եվ հույսով եմ հաջորդ անգամ ինձ մոտ տաղավարում արդեն նաև ինչու ոչ նոր գործով հանդես գաս, ես ում պրեմիերա ինձ մոտ։ Ես ասեմ ավելին, մենք էլի գործ ունենք, օրինակ Գարիկի գործերից ես կուզեի, որ ձեզ ներկայացնեինք։ Սիրով։ Շատ գեղեցիկ կատարում ունի, իր այնց հեղինակայինն է, չէ՞ Գարջամոս։ Խնդրեմ մի փոքր կասես, որ Կա նոր գործ։ այո, մենք եկել ենք բերել ձեզ։ Նո։ Եվ ու այդ էլ աշխատել ենք էլի համ դրսի երաժիշտների հետ, Ամերիկայի Բավականին հայտնի համ մեր հայ երաժիշտների հետ, իմ հեղինակային ինստրումենտալ էլի գործերից է։ այո, Պապանը մեր էլի կա, կարևորը։ մասնակցությունը կա։ Այդ էլ կարանք նայենք։ Տեսահոլովակի մասն է խոսքը։ Այո։ Բնականաբար ես հիմա ամփոփելու եմ հենց այդ տեսահոլովակով, դա վերջինն է։ Հա։ Այդ է ուզում նաև ճշտել։ Ամենայնտեպս դուրս է գալիս, որ Ակոպովնան 2 պրեմիերա է կազմակերպում։ Դե ինչի համար շատ շնորհակալ եմ ընկերներիս, իսկ ես ձեզ հաջողություն եմ մաղթում։ Գիտեք, այդ էգոիզմը ինձ հետ մեծանում է, էլի պետք է առաջին ինձ մոտ լինի։ Կներեն ինձ հույսով են բոլոր այն հաղորդավարները, որոնք արդեն հասկացել են, որ անիմաստ է այդ թեմայի հետ վիճվելը, որովհետև յուրաքանչյուր իր ֆորմատի մեջ է ներկայացնում։ Իսկ ես վստահ եմ, որ շատ շուտով մենք միասին հանդիպելու ենք նաև իմ առաջարկած ֆորմատով եւ կուզեմ ինչ ոչ նաև ինձ մոտ էլ անեք պրեմիերաներ։ Մեծ սիրով։ Մենք քեզ ենք հաջողություն մաղթում նոր պրոյեկտի համար։ Շնորհակալ եմ Նորանոր շատ։ հաջողություններ, մեծ բարձունքներ։ Ապրեք, շնորհակալ եմ։ Իսկ այսքանից հետո էլ շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր որ հետևում են Ակոպովնայից ակնկալում են հետաքրքիր թողարկումներ, մեկ ծրագրի ընթացքում հասկացանք միանգամից 2 պրեմիերա։ Ես հիմա այն կներկայացնեմ ու ասեմ, որ միջի ձեզ հետ իմ տաղանդավոր ընկերներն էին եւ ձեր Ձինե Ակոպովնանում կարող եք փնտրել եւ գտնել բացառապես 21 TV եթերում։ Բարին ձեզ։